մենք անիմաստ գործողություններ չենք անում, առավել եւս հասուն եւ արժեքավոր, այո, քաշում են, ասեցի, չէ, հասուն եւ արժեքավոր ծառեր չենք տանելու, դնենք այդտեղ, որպեսզի մեզ ծափահարեն, բայց մեկ ամիս հետո չորացնենք այդ ծառերը։ Որոքն համակարգը կլինի նոր կտնկեք, Իհարկե նորմալ ծառատեսակ։ Դեկորատիվ ծառատեսակը հացենին հանել, կեչին հանել, կաղնին հանել, ու դրա տեղ այս հարցին պատասխանեք։ Հիվանդ ծառեր են, չէ, հիվանդ ծառեր են, ես ձեզ ցույց եմ տալիս։ Հիվանդ ծառը այս ուգլի ծառերն եմ ձեզ ցույց տալի։ Հացենին ու կեչին ինչ են, եղբայր։ Ասում եք դեկորատիվ եք դնում, բա հացենին ու կեչին ինչ է։ Ինչա նշանակում։ Կենսունակությունը կորցրած ծառ, բերեք որևիցե բնապահպան, որևիցե բնապահպան, որևիցե բնապահպան, որը հստակ կասի, թե ինչ է նշանակում կենսունակությունը կորցրած ծառեր, ես կծափահարեմ իրան։ Չկա գրականության մեջ տենց բան, կենսունակությունը կորցրած ծառ հասկացողություն չկա։ Կա ծառ, որը էլ չկա, այսինքն ինքը հիվանդ է, ինքը չոր է, всё պիտի հանես։ Կա հիվանդ, որը դու պետք է ֆոնդ ծախսես դրան, որ բուժես, կամ առողջ։ Դուք բնապահպան Էկոակտիվիստ։ Էկոակտիվիստ ինչ կապ ունի, դուք մասնագետ եք։ Ես մասնագետ չեմ, բայց մասնագետները շփվում, այո։ Բերեք Այո, ես իրաց ոչ մի կազմակերպեք։ քննարկում կազմակերպենք, մենք նամակով